Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Հայկական հրսանեկ Արևմտյան Հայաստան Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի պետք է պահպանել Արցախաժողովրդի յետռնալ իրավունքի օրակարգային կարևորությունը, քննարկում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակին հետ։ Հաղթում մենակ համարձակները Աշոտ Հարությունյան, Ստեփանակերտը, քաղաք վերապրալա պատերազմը, Ռուսախիների Վանի թագավորության հզոր ամրոցը, դոկտոր Տիգրան ու դեղագործ Արտեմ Թորամաններ, մոռացության մատնված բարերարները, տեղը անեցել Արցախա-Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը, հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գիրքին շնորհանդեսը, ոսկեզօծ վկայություն, հայկական ավանդական զարդ արվեստի նուրբ շքեղությունը։ Արևմտյան Հայաստան Մալաթիա քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է հայկական ավանդական հրսանեկ ցեղասպանությունը վերապրած հայրի սերունդների մասնակցությունով։ Սա եկեղեցու 2019 թվականի վերանորոգմանը յետը երկրորդ հայկական հրսանեկն է։ Եկեղեցին սոր ոչ միայն աղոթատեղի է, այլ մշակութային կենտրոն, շտեղ պարբերաբար կազմակերպվում ցուցադրությունների միջոցառումներ, պահելով ու շարունակելով հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Նյութը տրամադրալն Արևմտյան Հայաստան պատգամավորները։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզում կազմակերպած այլ աշխատանքային հանդիպում նվիրված Արցախահայության իրավունքների պաշտպանությանն, մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցերին։ Միջոցառմանը մասնակցելիս են Ֆրանսիա արժանապատգամավորներ ու սենատորներ, մինգել Արցախը ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Օրվա գլխավոր բանախոսն Արմեն Հարությունյանը, իրավագիտության դոկտոր, Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կենտրոնասիական տարածաշրջանային ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Ուկրաինայում ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Վերջինս շեշտ տալավ Արցախահարցը պիտի դիտարկել ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես մարդու իրավունքների հիմնախնդիր։ Բաքվի փորձերը Արցախահարցը ներկայացնելու որպես պարզապես տարածքային հակամարտություն որևէ միջազգային մարմին, ոչ միավորված ազգերի անվտանգության խորհուրդը, ոչ Մինսկի խումբը երբևէ ընդունալ չեն։ Քրիս Ռայանը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների նախկին զինվորական տռալա առասպել ժամանակակից ռազմական պատմության ամենաանսովոր գոյատևման պատմություններից մեկով։ 1999 թվականից Պարսից ծոցի պատերազմի վաղտը ինքը ընդգրկված այլ 8 հոգուց բաղկացած Բրավոտ ու Զիրո հատուկ ջոկատում վերախորությամբ ներթափանցելիս այլ իրաքցիների թիկունքը հետախուզական տվյալներ հավաքելի ու Իրաքի մատակարարման ուղին խաթարելի նպատակով։ Իրենց գործողությունն աննկատ մնաց հալչն Իրաքի հետախուզությունից։ Գործողությունը բացահայտված ջոկատը հարկադրված այլ փախուստի դիմե անապատավը անընդհատ հետապնդման պայմանները։ Կապը կորսված, ուժասպառ ու առանց պաշարների ամնացա Ռայանը որոշավ փրկվել ոդքավ։ 8 օրերի ընթացքում ինքը անցակացալ ավելի քան 180 մողոն իրաքյան անապատավը մինչև հսալա Սիրիա տրնալավ Իրան խմբի միակ անդամն վերին իրաքցիներին կրեցալ Չնգերևարին։ Դա մինչ օրս էլ համարվում է բրիտանացի զինվորի ամենաերկարատև փախուստն գոյատևման ճանապարհը պատմության մեջին։ Մինչ օրս Քրիս Ռայանը մնում է հատուկ գործողությունների աշխարհում ամենահարգված դեմքերից մինը մարմնավորելով Սասի նշանաբանն ոգին հով խիզախում է ինքն էլ հաղթում է։ Տոկունության, խիզախության ու անսասան հավատքի մասին պատմությունները միայն օտար բանակներում չեն կատարվել։ Հայ մայրերն էլ լույս աշխարհ բերալ այնպիսի քաջորդիներ, որոնց պատմությունները հալամ տառաչն ֆիլմեր կամ առասպելն է, բայց որոնց արարքները իրենց խիզախությամբ զիջում չեն աշխարհի ամենահայտնի հատուկ ջոկատայիններին։ Տիննալալ օրինակ Մարտակերտի խիզախ զորահրամանատար Վլադիմիր Բալայանը վերի ջոկատի տղերքը Արցախյան պատերազմի ամենադիժիր օրերին գործերից աննախադեպ քաջությունով։ Իրանք օրեր շարունակ պահելի սենյալ դիրքերը շրջափակման մեջի առանց կապի, առանց բավարար սննդի կամ զինամթերքի, մենակ հավատքով, ընկերությունով ու հայերենի վղգիտակցությամբ հավատա։ Բալայանի հրամանատարությամբ ձևավորված մարտական ոգին տռալա օրինակ ողջ Արցախի հետի Բալայանի մարտիկն ի Քրիս Ռայանը նման պայքարելիս նա ոչ միայն կյանքի, այլ նաև արժանապատվության, ընկերոջ, հիշատակի ու հայրենիքի պայծառ ապագայի հետի։ 1940-ականներին Ավետիք Իսահակյանը կաղնած Շուշվա ավերակների ռճին ցավով այլել բացականչելիս ինչ քաղաք այլել։ Տասնամյակներ անց նույն ցավը կրկնվում է Ստեփանակերտամասին։ Քաղաքը վերը երբեմն շնչելիս այլել կյանքով լի այլել մանկական ձայներով, մշակույթով ու հույսով 2025 կրվանը ետը տռալա ցավի ու հիշողության խորհրդանիշ։ Արժանավորների սեսը վերտարիներ շարունակ փորձելիս այլել զգուշացնին պատմության կրկնությունից չլսվեց եւ սոր կրկնելա վարպետի խոսքերը մենակ այլյա սրտի խորքից ասել ինչ քաղաք այլել։
Իրանախոյ քաղաքին կողքին ներկայիս Բաստան բնակավայրում գտնվում է հնագույն Ռուսախինիլի ամրոցը, որը հիմնադրել է Վանի թագավորության հզոր արքաներից մեկը Ռուսաբը։ Ինքը իրան կառավարման տարիներին սարքալ է մի քանի քաղաքներ, իրան անունով ամրապնդելով թագավորության ուժնափառքը։ Գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախումբը Վոլֆրամ Կլայսի ղեկավարությունով ստեղ պեցարալ 854 մետր չափերով հսկայական ամրոցը շրջապատված հզոր պաշտպանական կառույցներով, որոնց բյուրությունը հասնում է մինչև 5 մետր։ Այս ամրոցը համարվում է Վանի թագավորության ամենամեծերից մեկը ու շուրջ 2700 տարի անց էլ կանգուն է վկայելով Քյոնյա հայկական քաղաքակրթության հզորությունը։ 2025 թվականի հոկտեմբերի 26-ին լրացավ է դոկտոր Տիգրան Թորամանի ու իրան աղբորը դեղագործ Արտեմ Թորամանի մահվան 3-րդ տարելիցը։ Այս երկու հայ ազնիվ աղբերքը ծնունդով օրդու քաղաքան իրանց սաղ կյանքան մնացան իրանց վղին ու ժողովրդին նվիրված։ Թորամանների ընտանիքը անցկացավ 1915 թվականի ողբերգության մեջավը։ Իրանց նախնիներն տեղահանվել են Սեբաստիա ու Մալայցիա, իսկ շատերը երբեք վերադարձալ չեն։ Չնայած պատմական ցավին ու խտրականությանը դոկտոր Տիգրաննա Արտեմը իրանց մասնագիտությունով ծառայել են համայնքին բժշկելով, քյոմագինելով, սիրել մարդկանց անկախ իրանց հավատքի ցուցակումը։ Տիգրանը երկան տարիներ անվճար բուժալ հիվանդներին օրդուի քաղաքում ու գյուղերում, ինչպես նաև լելա օրդու սպորի բժշկապետը։ Արտեմը դեղագործության վաղ շրջանում պատրաստել է սալալյուրան իսկ ձեռքաբուժիչ դեղեր, որոնք փրկելիս են լալ մխլյա կյանքեր, բայց 3 տարի անցկացալ ու հալամ իրանց անունը տրվալ չի իրանց ապրած տան փողոցին։ Քաղաքային իշխանությունները փոխանակ հարգանքի տուրք մատուցելու իրանց հիշատակին շարունակ լռում են, առաջնորդվելով նույն հին մերժման ու ինքնությունից վախեցող մտածելակերպով։ Արևելյան Հայաստանագիտությունների ազգային ակադեմիայում Արցախը Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գիրքին շնորհանդեսն է իլել։ Գիրքը ամփոփում է 2005-ից 2020 թվերի Տիգրանակերտապեղումների արդյունքները, ներկայացնելով քաղաքի պատմությունը հնագիտական տվյալներն։ Հեղինակալն Հայաստանը արտերկրակ 20 մին հետազոտողներ, ներառյալ ավելի քան 600 լուսանկար, գծագրեր ու քարտեզներ։ Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտել էր աշխատանքը կարևոր վկայություն է արցախահայկական պատկանելիության մասին։ Արևելյան Հայաստանը Հանրապետության ԳՀ փոխնախագահ Պավել Ավետիսյանը նշելով էր Տիգրանակերտի ուսումնասիրությունը մեր ինքնության կարևոր հիմքերանն։ ԵՊՀ դեկան Մխիթար Գաբրիելյանը ընդգծալ էր Տիգրանակերտը երկան տարիներ իլել հայկական մշակույթի ու պատմության խորհրդանիշը։ Գիրքի խմբագիր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը նշելով էր գործը հիմնված է գիտական չեզոք մոտեցման երան ու ընդգրկում է միջազգային գնահատում ստացած հետազոտություն։ Գիրքը առաջիկայում թարգմանվելու է ռուսերեն ու անգլերեն։ Նկարում պատկերված ոսկե զարդատուփը բացառիկ օրինակ է հայկական ավանդական ոսկերչական արվեստի, պատրաստված է ոսկուց օգտագործելով ֆիլիգրանի, սկան ու զեռնեի գրանուլյացիայի նուրբ տեխնիկան է վեր առանձնահատուկ հատկապես Վանի ու Արևմտյան Հայաստանի այլ կենտրոնների վարպետներին։ Ֆիլիգրանը մանր մետաղալարերից սարքված նրբագեղ զարդանախշ է, իսկ զեռնեն միկրոշարիկներից ձևավորված նուրբ ու փայլուն պատկեր է։ Շկատուլյանի կենտրոնական հատվածը զարդարված է փիրուզաքարավ ու ենթադրաբար մարգարիտներով կամ տրանս նմանվող ուլունքներով, ստեղծելով գունային ներդաշնակություն ու ազնվական փայլ։ Ամեն այն մանրամասնությամբ կատարված բուսական ու երկրաչափական զարդանախշերը կրում են հայկական դեկորատիվ արվեստի բնորոշ ձևեր, ներառյալ արևախաչն այլ խորհրդանշական նշան է։ Զարդատուփը նախատեսված է զարդերի կամ թանկարժեք իրերի պահպանման հետի, դրա ձևն է ծալովի կափարիչը վկայում են եւ գործնական եւ գեղագիտական նշանակության մասին։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։